Սիրելի ուխտավորներ, Աստուծո փառք եւ գոհություն իր տված ողորմության համար այսօր Սուրբ Հակոբին օրին արիթով եւ որպես ուխտավորներ այստեղ հավաքված ենք մասնակցեցանք Սուրբ եւ ամահ պատրաստին հաղորդվեցանք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ մարմինով եւ աբինով եւ այժմ Սուրբ Հակոբի արեխոսության նվիրված աղոթներ դինենք ինչպես նաև Սուրբ Հակոբին կողմէ գրված աղոթք ենթերցենք, խնդրելով Տիրոջը, որ ներե մեզ մեր բոլոր մեղքերը թիվային հարցակումներեն հեռու պահի մեզ եւ մենք կարողանանք սիրել սրբությամբ մեր քրիստոնեական հավատքի կյանքը։ Եկեք միասին նախ դերունական աղոթք կսենք, ապա սիրելիներ իմաստություն որ Հիսուս ասենք, թարնանք դեպի արևոտ հրաժարինք սատարայեն, հավատանք ասենք մգրտության և աղոթներով սկսենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգիրս ես, Սուրբ Երիցյան քո, Եկեսե արքայություն քո, Երիցի կամ քո, որպես հերգիրս և հերգրի, զհաց մեր հարապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ զհագիս մեր, որպես և մենք կողունք ներոց պատահած, Եվ մի տանելս մեզի փորձություն, այլ բրգյաց մեզի չարեք, Սիգոյ արկայություն և զորություն և պար, ադիատ սավիտետից, ամեն։ Իմաստություն որ, Հիսուս, դուր ինձ իմաստություն, զվարիս որել և խոսել և գործել, առաջին որ, ամենայն ժար, իչար որորդոց, իմանից և իգործոց, բրգյացից և որմյան քո ակացոց, և ինձ վաստամենից, Ամեն, անտակ տևի արևուտ, գհրաժարինք սատարայեն և անոր բոլոր տեսակի խապերություններ են, անոր պատրանքներ են, խորհուրդներ են, ճամփաներ են, անոր չար կամք են, անոր չար կամքը կատարող հրեշտակներ են և անոր ամբողջ չար զորքեր են, հրաժարելով գհրաժարինք սատարայեն և անոր բոլոր տեսակի խապերություններ են, անոր պատրանքներ են, խորհուրդներ են, ճամփաներ են, անոր չար կամք են, անոր չար կամքը կատարող հրեշտակներ են և անոր ամբողջ չար զորքեր են ամբողջությամբ գհրաժարին։ Գհրաժարինք սատարայեն և անոր բոլոր տեսակի խաբերություններ են, անոր պատրանքներ են, խորհուրդներ են, ճամփաներ են, անոր չար կամք են, անոր չար կամքը կատարող հրեշտակներ են և անոր ամբողջ չար զորքեր են ամբողջությամբ գհրաժարին և գտարնանք դեպի լույսը Աստված և անոր գիտություն։ Կհավատանք ամենասուրբ երրորդության, Հորը, Որդիին և Սուրբ Հոգին։ Կհավատանք Գաբրիելի ծերան Ավելունին, Քրիստոսի ծնունդին, մգրտության, շարժարանքներին, խաչելության, երեկորյա թաղումին, հարության, աստվածապես ամհարդարին և որ աչարով նստեղում, և ահեր ու կարավոր երկրորդ կարուսնին, գնդունին և ռամեցիս։ Նախ ոտի գերանք ամենս միասին և սուրբ երկենք,
Հայրեր և մայրեր, երկին անգամ հարկ և կողություն կվերն զայենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մեզի բարգեված այս մեծ ողորմության համար և շնորհքին համար, որ մենք այսօր կրցանք հավաքվել այստեղ սիրելիներ և Սուրբ Հակոբի տոնին օրը Սուրբ Հակոբի տաճարի մեջ, որ Լոս Անջելեսի մեջ առաջին եկեղեցին եղած է, ողջուն հայտնել Տիրոջ և մեր ուխտը կատարել։ Սուրբ Հակոբի կյանքի մասին մի խոսիմ ցեզի, սակայն նախքան այդ կուզեմ սիրելիներ նախ Սուրբ Հակոբի աղոթքը միասին ընթերցենք, ուր Տիրոջ իմելով ցույց կտա, որ Տերը ինք, որ ամեն ինչ ստեղծեց, երբ այս աշխարհ եկավ, մարդիկ անարդար գտնվեցան Տիրոջ վրա։ Գրնալա, որ մենք սիրելիներ գաբրին յանքի մեջ, որ մարդիկ անարդար գտնվին մեր վրա։ Բայց Հիսուսը սա, ինչ որ ցեզի ընեն, հիշեցեք, որ նախ ինձի է։ Ինչ որ մեզի հետ կպատահի, այդ բոլորը սիրելիներ Տիրոջ հետ արդեն կատարված է։ Եվ Տերը սիրելիներ այս բոլոր նեղություններն անցավ, Տերը գրնալ վարկյանին սարեցնել մարդիկը, սպաննել, բայց քանի որ Հիսուս չեկավ գործանելու, չեկավ սիրելիներ վերացնելու, այլ եկավ ներելու, մեզի հաստ տվավ, որ մենք սիրելիներ համբերությամբ այս ուղին ընթանանք։ Աղոթենք նաև այս բոլոր աղոթներու մեջ մեր ասկին համար, որ Աստված մեր հայրենիքը ամեն տեսակ ցնցումները բրգե եւ հոգեվոր եւ նաեւ աշխարհի, որ Աստված սիրելիներ ասասամբայ է հայրաքրական մեր սուրբ եկեղեցին, սրբագենցա օրտնյալ մշակներ մեզ ուղարկեները, Աստված ասասամբայ է մեր pedagogica, մեր հայրենիքը, թշնամիները հեռացնե երևելի եւ աներևելի, ժողովուրդը իր անունը գատմամբ, որ դժբախտաբար չարացած է Տեր անուն սիրտը իր սիրովը ջզվե եւ սրբությամբ իր ապետ ներտաշնամությամբ ապրի, Աստված մեր կերևարված զավակները դու վերադարձնե, անհայտ կորածները հայտնաբերե, հայոց բանակը զորացնե, սահմանի վրա հսկող մեր զավակներեն ովևէ մեկը սիրելիներ վնաս չհասնի անոնց, ովևէ մեկուն մատը քարին չզարնվի, թշնամի քննակ չմոտենա անոնց, որովհետեւ մեր բներում մեջ սուկ չլա իրենից, իսկ Աստված սգավորները մխիթարեն, սգավոր ընտանիքները, իսկ հավինական յանքին արժանացնե բոլոր նահատակները։ Սիրելիներ, մեղավոր ենք ամենքս, եկեք նախ մեր հոգիները խոնարհեցնենք, որպես օգտավորներ մեր մեղքերը խոստովանենք Տիրոջ դիմաց, որպես մեր աղոթները ընդունելի լինան, որովհետև եթե մենք մեր հոգի մեջ թշնամություն ունենանք, չարիք ունենանք, մեր աղոթները չեն լսվելու Աստծո։ Եկեք սիրելիներ, Սուրբ Հակոբի այս աղոթքը ընթերցենք, այս աղոթքը Սուրբ Հակոբի ինքրած է։ Սուրբ Հակոբ մտցնա իր ավելի աղոթքը։ Մեկ Աստված, ամենալույս, ամենական, մեկ իշխանություն, անգարոտ որևէ բան, զարմանալիքների զարմանալիք, որ ամեն ինչը ոչինչից ստեղծեցի։ Հզոր եւ բրգիչ, ազատարար, կավիճ, բժշկավետ, անոխական, բարի եւ խնամածու, ոչ միայն արտարների, այլև մեղավորների։ Դու որ ամենակարող ես, մի բաժակ չլի կարոտ եղավ խաչի վրա եւ մեկը չդվեց քեզ։ Դու որ օվկիանոսները եւ ծովերը ստեղծեցին, լեղի եւ կացախ տվեցին քեզ։ Դու որ Ադամի կողից գինը ստեղծեցիր, ահա քո գողը խոցեցին։ Դու մշտնջենավոր Աստված լինելով համբերում ես մեզ բրգագործելու համար։ Դեր ողորմիր մեզ մեղավորներից։ Ամեն։ Եկեք երգենք այս սկանչելի երգը, ես մեղավոր մի ուղտա։ Ես մեղավոր ու անցավոր, հազար անգամ ապաշխարում, ես մեղավոր ու անցավոր,
Iisus Hristos, Iisus Hristos, Iisus Hristos, Iisus Hristos, este amor mi octavor, es mi anța cocoranul, mi catil cum copurvarul, es mi anța cocoranul, mi catil cum copurvarul, zet capțățain todas armen, cuțe astes, util hastem, aspațațin, 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 este amor mi octavor. Սիրելիներ, այժմ ձեզ կինդպատվեմ Սուրբ Հակոբ մրցպնացի հայրաբեդի կյանքի պատմությունը։ Սուրբ Հակոբ սկանչելակորց, որովհետև սիրելիներ Աստծո կողմէ ողորմությունը ստացավ եւ շնորհներով լեցնեցավ, որպեսզի սկանչելիքներ նշաններ կատարեն։ Գրնան մարդիկ երկրի վրա նշաններ կատարել։ Այո, երբ որ դերը ընտրած է զանում, երբ որ դերը օծած է զանում։ Դեր Հիսուս ինքն ասավ այս մասին։ Հովանու Ավետարանի 14-րդ գլխում 12-րդ համարի մեծ սիրելիներ եւ Հիսուս կխոսեր իր առաքյալներուն, որ իր անունով ինչ որ խնդրեն որմեն պիտի դրդի իրենց, Հիսուս անոնց ասավ. Լավ գիտեք, թե ով որ ինձի կհավատա, պիտի կատարե ինչ որ ես կնեմ, եւ անոնցմե ավելին ալ պիտի կատարե, որովհետեւ ես հորս ով գերնամ։ Եվ հաջորդ համարը, եւ ինչ որ իմ անունովս խնդրեք, պիտի կատարեմ զայն, որպեսզի հայրը փառաբովի որդիով։ Եվ 14-րդ համար, այո, եթե ովևէ բան խնդրեք իմ անունովս, պիտի կատարեմ զայն։ Կտեսնենք, որ սիրելիներ, Դեր Հիսուս ինք կխոստանա, որ իր անունով ով որ իրեն անունին ով որ հավատա եւ իր անունով ով որ բանը խնդրե, պիտի կատարվի։ Եվ սուրբերը ովքեր էին, սուրբերը սիրելիներ իրենց եսով ապրող մարդիկ չէին։ Սուրբերը ամենախոնար մարդիկն էին։ Սուրբերը սիրելիներ Աստծո վստահող մարդիկն էին, Աստծո հավատացող մարդիկն էին եւ ինչ որ գնեին իրենց անունով չէին անել, այլ Հիսուսի անունով։ Աբրահամ Հիսուս կսե, ինչ ես ուրախացեք, որ ես երկինք ելնեմ եւ ինչ որ խնդրեք պիտի կատարեմ։ Աբրահամ սուրբերը սիրելիներ այնպիսի վստահություն էին Տիրոջ նկատմամբ 100 առ 100, որ երբ որ բանը խնդրեին չէին կասկածել։ Մենք հաճախ մեր աղոթքի մեջ, երբ որ աղոթենք, աղոթած ադենը սատանան մեր մտքի մեջը կասկած գտնի արդեն։ Մեր աղոթածին հանդեպ խորում վստահություն չունենք, այո, գտիմենք Տիրոջ, որ դեր գաղաչեմ քեզի, բժշկություն դուր կամ դեր գաղաչեմ քեզի, այս է, բայց մեր մտքի մեկ անգույնը գիտենք, որ ասի անկարելի բան է, առանց սիրելիներ նկատի առնելու, առանց հավատալու Հիսուսի խոսքի, որ ասավ, ինչ որ մարդոց համար անկարելի է, Տիրոջ համար կարելի է։ Եվ սուրբերը սիրելիներ Աստծո կողմէ հրաշագործելու կարողություն ունեն։ Եվ ասիկա սուրբ կրային է։ Տեսեք, Գործ Կրակերոց գրքի մեջ մենք կգարտանք նախ 5-րդ գլուխը, 5-րդ գլխու մեջ կգարտանք սիրելիներ շատ կարևոր բան։ Մարդիկ հետևյալը գարտանք։ Առաքյալներուն ցերկով, ուրեմն 5-րդ գլխու կգարտան 14-րդ համարը մինչև 16-րդ համարը։ Առաքյալներուն ցերկով բազմաթիվ նշաններ ու հրաշքներ կկատարվեին ժողովրդի մեջ։ Այնպես որ Պետրոսի անցած ադեն մարդիկ պատկարակներով ու մահիճներով հիվանդներ կբերեին եւ հրապարակներով վրա կդնեին, որպեսզի քոնե
անոր շուկը ինա անոնց նմեգուգրա։ Կոնե շուկը ինա։ Շրջակա քույրերեն բազմաթիվ մարդիկ Երուսաղեմ գավակվեին, իրենց հետ բերելով հիվանդներ եւ բիրց ոգիները տանջողներ, որոնք բոլորն ալ կբժշկվեին։ Գտեսնեք սիրելիներ, որ միայն շուկը սուրբին, որ ինա առաքյալներուն շուկը, որ ինա մարդոց հիվանդներու վրա կբժշկվեին։ Կամ մորեն գործ կարակելոց 19-րդ գլուխ սիրելիներ։ 19-րդ գլուխում 11 եւ 12 ամառներու մեջ շատ կարևոր խոսք մը կա։ Բողոս առաքյալի կատարած հրաշքներու մասին։ Լավ լսեցեք ինչ կսում։ Աստված Բողոսի ցերկով արդասովոր հրաշքներ կգործեր։ Ով է գործող հրաշքը։ Աստված։ Որու ցերկով։ Բողոսի ցերկով։ Ինչ հրաշքներ։ Արդասովոր։ Ինչ կնշանակի արդասովոր։ Սովորականին դուրս։ Այսինքն բարձ բժշկական հրաշքներ չէին, որ մենք գլուխը գծավի այսօր թայլոնալ գարնես կբժշկվից։ Արդասովոր, զարմանալի եւ շարունակությունն այցեք, դեսեք ինչպես կգործվեր։ Մարդիկ մինչեւիս Բողոսի կրդինքոտ թաշկինակներն ու գործի հագուստը գտանեին հիվանդներուն եւ անոնք կբժշկվեին իրենց ցավերեն կամ չար ոգիներ գելեին։ Կրդինքոտ թաշկինակները գործի հագուստը Բողոս առաքյալի գտանեին հիվանդներուն վրա կտցնեին եւ կբժշկվեին իրենց ցավերեն ու մարդոց մեջ չար ոգիներ դուրս գելեին։ Ասիրելիներ սուրբերը իրենց անձնական ուժով չէ որ հրաշքներ գնեին, այլ հրաշք կատարողով է Աստված, բայց որովհետև սուրբերը իր ընտանիքի անդամներն են, անոր համար Աստված անոնց ցերկով բազմաթիվ հրաշքներ գներ ու սուրբերը իրենք կպարապորվեին, ոչ, այլով կպարապորվեն Աստված։ Սիրելիներ, Սուրբ Հակոբ ծնած է անհայտ թվականին, բայց մոտավորապես 3-րդ դարու Գեսենի ելքը, այսինքն 270 թվականներում, թերևս ավելի ուշ։ Մեր հայկական ուրեմն վարկապանությունը սուրբերուն գմատն է, որ Սուրբ Հակոբը ինք մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչին, այո, Սուրբ Գրիգոր Լուսավորչին հորակրոջ զավակն էր, բարդևական դողմեն։ Անիկա սիրելիներ, երբ որ գիտեք Խոսրով հայոց թագավորը սպանվեցավ, անակ Բարտևին կողմեն։ Անակ Բարտևով է Գրիգոր Լուսավորչի հայրը Բարսկաստանեն եկավ, քանի որ ասկական էր Խոսրով թագավորին, անոր կողմ մնաց, ըսա որ Բարսիներու շաբուն թագավորը գալացեցիս, Խոսրով թագավորը զինք ընդունեց սիրով, ժամանակն եւ որ որսի կացած էին, անակը սպանեց հայոց Խոսրով թագավորը, եւ թախուս տվավ, իշխանները եկան եւ տեսան որ Խոսրով հայոց թագավորը վերջին շունչը տված ադենը սա որ զինքը սպանող անակն էր, հրամայեցին որ բոլոր անակի սերունդը սպանեն ամբողջությամբ։ Եվ որովհետև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ այդ ժամանակ անունը Սուրեն է, Սուրեն կնշանակի արթուն։ Հետո է որ Գրիգոր կոչվեցավ։ Սուրենը ողջ մնաց, Հակոբը որ հորակրոջ զավակն է, ողջ մնաց, անոր քույրը ողջ մնաց, ուրեմն ասում դարվեցան Գեսարիա, այնտեղ սիրելիներ քրիստոնեական մտությունը ստացան, եւ ապա Սուրբ Հակոբը իր քույրիկը զայն արավ ու դարավ Բարսկաստան։ Բարսկաստանի արտունիքի մեջ գեցավ։ Ինքը մծնի քաղաքը ծնած է, Նուսեյբին, այսօրվա Նուսեյբին, այսօրվա Թուրքիո հարավ արևելյան կողմ։ Բայց Սուրբ Հակոբը, երբ որ արդեն գիտակից տարիքի է, որոշեց իր կյանքը Քրիստոսի նման։ Եվ ինչ եղավ ջգնավոր, սկսավ լերներ պարսել, լերներու վրա ապրել։ Սուրբ Հակոբը սիրելիներ բացարձակ երբով եփված ջաշ չէ ուտել, այլ միայն հույս ուտել, միայն խոտ ուտել, հույսեր լերներու վրա։ Եվ այսպես հավատքի մեջ ամրացավ ու զորացավ։ Օր մնալ, երբ իջավ սիրելիներ մծնինի կողմերը, այնտեղ իր ուսուցիչը կա, Մարուքե ջգնավոր,
իր ուսուցիչ եղած է, սրբագենցա մեկը։ Եվ ինք սիրելին է, Սուրբ Հակոբը այնպիսին էր, որ հավատքով ուլեցուն, իսկ ջգնավոր մանուկե մարգարեական դեսիքներ դեսնով էր։ Սուրբ Հակոբի մասին ինքը սիրել էր քաղցր վկայություններ ուներ։ Երբ Սուրբ Հակոբը եկավ, գյուղացիներ տեսավ, ծանոթ չէր այդ շրջանին, քեդ մգար, եւ հարցուց, որ ուր է քեդին ձանձավուտ բաժին, այն քիչ ջուրը, որ գրնա մեկ կողմեն մյուս կողմը անցնի։ Եվ խնդացին իր վրա, իրենեսին, չէ որ դու սուրբ ես, եթե սուրբ ես, այս քեդի վրա են անցիր կանելով, չէ որ քո վարտապետը կանելով անցած է։ Այդ ժամանակ սիրելներ ժողովրդի մեծ մասը հետանոց է։ Եվ Սուրբ Հակոբ իր վերարկուն գանել, գպրե ջուրին վրա եւ քեդի ջուրերու վրայեն քալերով գացնի հույս հապ։ Ասիկա Սուրբ Հակոբի առաջին հրաշքն է։ Մանուկե ճգնավորը Սուրբ Հակոբին գսե որ այս կողմի ժողովրդի մեջ հավական քրիստոնյաներ կան, գավադան, բայց նոյան բակության չեն հավատար, որ Նոյի ժամանակ չրեղել եղած է, չեն հավատար, որ Նոյի դապանը Արարատ լերան վրա հնչած է։ Սուրբ Հակոբը սիրելներ, ինչ կծեն արգել։ Գորոշ է, Արարատ լեր բարձրանալ և Նոյի դապանեն մասունքներ են։ Եվ գբատմենք սիրելիներ, որ Սուրբ Հակոբ և ճամպագելն է, Ավիդիս Ահարոնյանը, մեր մեծ գրողները մեկը, շատ գեղեցիկ պատմություն ունի, կպատնի այդտեղ, նաև վարկ անշուշտ ինչ որ կպատնեմ, Սուրբ Հակոբի վարկի մեջ գրված է, եւ որ կսկսի փարսանալ դեպի Արարատները, քիշեր գնա, Սուրբ Հակոբը գլուխը գտնե քարի վրա, եւ սիրելիներ քարի վրա գլուխը դրած կբարգի, որպեսզի հաջորդ օր շարունակի։ Հաջորդ օրը գարտնա կտեսնե, որ եւ նույն դերն է, որ ես սկսած է։ Կսե չարս սադա, հերացին ինձ, աղոտ կնե և ետ ճամպակել։ Քիշերը գացնի դերմը, թարցյալ գլուխ գտնե, արավոտ գարտնա, գտեսնե ետ նույն դերն է։ Եվ այսպես 7 օր շարունակ։ Եվ Սուրբ Հակոբը ծունգի մուկա ասելու համար, որ դեր արժանի թարցում ինձի, որպեսզի կարողանամ մասուն կտեսնել բառը։ Եվ այդ ժամանակ հրեշտակն իրեն կհայտնվի։ Հրեշտակը իր ձեռքը խաչացել ունենա նոյան տապանեն գդորմը և Սուրբ Հակոբին տալով գսե դերը Աստված դեսավ ու հավատք դերը չուզեց որ այդ մեծ հոգնությունը ստանաս մինչև վեր պարսնաս դերը շնոր կրավ և ահավասի քու խնդրանքը դերը կրեսի ուղարկեց և հրեշտակը Սուրբ Հակոբին նվավ նոյան տապանի գդորը ինչ որ Սուրբ Հակոբի պատկերի մեջ կտեսնենք հրեշտակը նոյան տապանի գդորը Սուրբ Հակոբին ուղերես։ Եվ այդ ժամանակ, երբ որ Սուրբ Հակոբ բերավ նոյան տապանի գդորը, մասունքը, Մարկե ճգնավորը համբուրեց, շնորհակալություն հայտնեց Աստուծո և ամբողջ քաղաք հավատացին։ Այսօր սիրելիներ, Աստուծո փառք և գոհություն, այդ նոյան տապանի մասունքը կգտնվի մեր ժողովրդի մոտ, Սուրբ Էջմիածնի հանքարանի մեջ։ Հետևաբար, Սուրբ նոյան տապանի մասունքը առ այսօր կգտնվի։ Սիրելիներ, Սուրբ Հակոբի կյանքը շատ օրհնությամբ է։ Կպատմվի, որ երբ որ օրը Սուրբ Հակոբը գերտար գյուղը կանցներ, քանի մոքի ընկերներով որոշեն, որ Սուրբ Հակոբին դրամ պիտի գործեն, ցերծկեն։ Եվ ինչ որոշեն, ինչպես պիտի դրամը ցերծկեն, որոշեն, որ ընկերները մեկը իմզին մերած պիտի ցեվացնեն, մերյա։ Եվ մյուսները միերտան Սուրբ Հակոբին դրամ ուզեն, ասելու համար, որ մեր ընկերը խաղելու դրամ չունին։ Եվ իսկապես, մեկը իմզին մերած կցևացնե, և որ Սուրբ Հակոբը այդեն կանցնին, և այս ընկերները կսկսին ողբ գոցնել լալ, և Սուրբ Հակոբին գսեն, դրամ դուր մեզի խնդրենք, մեր ընկերը մերած է, և չունին դրամ։ Եվ Սուրբ Հակոբը մեղքը
մեկնալով ինչ որ ունի անոնց կուտա։ Եվ սիրելիներ, այս Սուրբ Հակոբը գերանել, այս ընկերները գվերադառնան իրենց երրորդ շնորհ, գարտնցնեն, որ գրցան դրան գործել Սուրբ Հակոբը, իրական գերանցել, չարտնալ իրենց ընկերը։ Ողջ ու գոց կնեն, անմիջապես կմեկնի Սուրբ Հակոբի դիմաց, լալով, գաղաչեն, գխնդրեն, որ մենք ես սուտ խապեցին ու վրատ։ Այսպես է, մենք ուզեինք դրամ ունենալ, մեր ընկերը մերաչան, բայց հիմա, քանի որ սուտ խոսեցան, մեր ընկերը, գաղաչեն, պամները, և Սուրբ Հակոբ մեղ կնալով, գանդիմանես անում, որ այլևս սուտ չխոսին, բայց կուկա աղոտ կնեն և այդ մերած երդասարտին հարություն ունենալ։ Կբաղվի, որ սիրելն է նաև Սուրբ Հակոբը և գանցներ կեդիմը հովեր, այդ եղի աղջիկները կեդի մեջ կլողային և լված կնեին, իրենց ձունգերը բաց, և չեն ամճնար և որ Սուրբը գտեսնեն։ Կսկսին նույնիսկ ձաղել, Սուրբ Հակոբ ամիջապես գանիձե չուրը և չուրը գծանքի, կեդին չուրը գծանքի, աղբյուրը գծանքի ամբողջությամբ։ Եվ այս աղջիկերու մազը ամբողջությամբ գսպիտականա, ջերմակ գտան, ամմեկնալ, գզղջան, գաղաչեն Սուրբ Հակոբեն, որ ներեին են ծանցանքը, Սուրբ Հակոբ կեդը հարցյալ գխաչակրկե և կեդը հարցյալ գպղի և գսկսի հոսին, բայց այս կանանց մազերը ջերմակ գտան։ Եվ մեր ժողովուրդի մեջ ավանդություն մնա սիրելներ, գսեմ, որ Սուրբ Հակոբը մազ գջերմակցներ։ Ինչս է ուզեք, այսինքն իր ժամանակ արդեն սույները գսկսին արատ կերպով տապի։ Եվ ես կհիշեմ, երբ որ երեխա էինք, մայրս Սուրբ Հակոբի օրը շաբաթ օրով չէր արգունել, որ լողանային։ Գսեր, որպես է հանգարց, մազը չջերմագի։ Այս մազը չջերմագեր է սիրելներ, Սուրբ Հակոբի լողացերը վստերոտին։ Անշուշտ ասով նախապաշարումներ են, այդպիսի բան չկա։ Բայց հետաքրքրական է, ավանդությունը հետաքրքրական է, որ մինչև այսօր կա, այդ շրջանի ուրեմն մարդիկ երեխաներ երբ որ գծնի, անպայման որ են իրենց ծնած մազերու մեջ թերմը ջերմակ մազ մգել է։ Ամենայնտեղս, սիրելներ մանուկ է ջգնավոր, ուրեմն երբ որ մծմինի եպիսկոպոսը կմահանա, մծմինի մեջը այնպես կլա, որ ով առաջնորդ պիտի նշանակի։ Մարդիկ երկու խումբի կպաշտվի, մեկը այս կսեր, մյուսը այդ կսեր։ Սուրբ ջգնավորը, ուրեմն, մանուկ է ջգնավորը, Աստուծի հայտնություն ունենա և ժողովրդին գսեր, ցեզի առաջնորդ պիտի ելա Հակոբը։ Հակոբը ամենեն արժանավորն է։ Եվ իսկապես Հակոբ գտանա եպիսկոպոսը այդ եկեղեցում։ Եվ անցյալից դներ առաջնորդները նաև գոչվեին հայրապետներ։ Ադորամար է որ գսենք Սուրբ Հակոբ հայրապետ։ Այլավեսին կաթոլիկոս չեղած, բայց եպիսկոպոս եղած է։ Ադորամար գոչվեն հայրապետ։ Հայրություն կներ, որ և ամբողջ կամուտ։ Եվ որ մենք և մանուկ է ջգնավորը երբ կկանեին 15 տարեկան երիտասարդ տղամ գրեցներ, պատանի տղամը, որ անդամալուց էր։ Եվ սիրելիներ, այս երկուքը գմոդենան, մեկը աչ ցերկեն, մեկը ցախ ցերկեն կբրնեն և կսեն, ով անդամալուց պատանի, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով և զորությամբ, գհրամային կեզի, ոտքի բանտեն, և երկուքը միասին աղոտելով, անդամալույց կբրնեն և ոտքի գելեն և անդամալույցը կսկսի քանել։ Շաբաթ չար թագավորը գորոշեց սիրելներ մծմինի վրա արձակին, երբ որ գլսել որ քրիստոնյաներու թիվը այնտեղ կշատներ։ Մեծ բանակով և կհասնի մծմինի վրա, ժողովուրդը Սուրբ Հակոբի գերտան ըսելու համար որ ով մեծու գաղաչեն։ Այնպես է որ խնայես մեզի այս հարցակին ինչ կգնա մեր միջանը։ Եվ այդ ժամանակ Սուրբ Հակոբ ձունգի մուկա և աղոտ կներ։ Եվ Աստված այդ շաբու Բարսից թագավորի հանրակի վրա գիտեք ինչ էր գվարգել։ Իշամերուներ և մոծակներ։ Եվ անոնք սիրելիներ քալով հանրակի մեջ կմտներ և ահավոր խառնաշփոթություն կստեղծվի, ծիերը կփախչին և հանրակի մարդիկը հետիոտն քալերով իրենք կփախչին և մծմին քաղաքը Սուրբ Հակոբի բարեփոխությամբ ուրեմն գմբրվի։ Ուրիշ հրաշքն կպատմվի, թե ինչպես
Այդ ուրեմն երկու մեծարուստ եղբայրներ կային, մեկը սիրելիներ հավատացյալ էր, մյուսը անհավատ էր։ Անհավատը սիրելիներ միշտ կձառներ Սուրբ Հակոբի չեր հավատա, սակայն օրը զավակ ունենա, եւ այս զավակը սիրելիներ ճշմարտաբար ոտքերը իրանում փակած գծենի, հետևաբար անտամանից վիճակի մեջ։ Սուրբ Հակոբի գբեր։ Սուրբ Հակոբ այս մանուկ բռնելով եւ գաղութը արցունքը տապե եւ Սուրբ Հակոբի արցունքը կետնի հողին խառնի։ Սուրբ Հակոբ գարնի այդ ուրեմն գավը եւ կգսե մանուկի վիզին վրա եւ կգրկե մանուկը ու խորանի կբերե եւ գաղաչե Հիսուս Քրիստոսեն որ ողորմի այդ մանուկին եւ Աստված կբժշկի այդ մանուկը։ Այդ մանուկը սիրելիներ ամբողջությամբ կբժշկվի անտամանությամբ։ Առաջին անտամանությունը բժշկվեցավ, մգրտվեցավ, հավասիկ այս մանուկի բժշկությամբ ամբողջ իր ծրող կգա։ Եվ օր մնա, երբ սիրելիներ դաջար երթային, այդ մանուկը հիվանդանալ ու կմանա։ Եվ կպատրաստվի թաղումին, Սուրբ Հակոբ ուկա, եւ դարձյալ աղոթելով Հիսուս Քրիստոսին, որ ոտքի կանգնեցնի այդ պատանին, Աստված հարություն ու դա մանուկին Սուրբ Հակոբի բարեփոխություն։ Ռշտունյաց իշխանը սիրելիներ Ճշմարտաբար Սուրբ Հակոբի աշակերտներեն 7 սարգսակներ ծովը գնեն ու գսպանեզան։ Սուրբ Հակոբ որքան անոր ռոման ուտա որ արցակեր ազատ արցակեր իր աշակերտները բայց անեգաչներ եւ Սուրբ Հակոբ գնազովել զինք եւ քաղաք։ Եվ այդ քաղաքը 3 տարի շարունակ երաշտի եւ չորության մեջ կա։ Ինչա Սուրբ Հակոբ երկվախճանի սիրելներ ռշտունյաց իշխանի հպատակներեն հուքամ Սուրբ Հակոբի գերեսմանը իր բարեխոսությունը գխրդի և իր մասունքներեն երբ կտանին ռշտունյաց կավար այդ ժամանակ Սուրբ Հակոբ բժշկություն կդկադարեն և ամբողջ երկիրը իրենց այդ անեցքեն այդ նզովեն գազան։ Վերջին բանն ասեմ սիրելներ Սուրբ Հակոբ ինք նաև կմասնակցի Նիկիո դիեզերական առաջին ժողովի որ 325 թվականին դեր ունեցավ, այդ օրերուն Արիոս անունով մեկը Քրիստոսի աստվածությունը ուրացավ եւ ժողովի ընթացքին սիրելիներ Քրիստոսի աստվածությունն է որ ուրեմն հաստատեցին, համանեցին եւ գրեցին Նիկիո հավատանք, որ մենք գրարտանք հավատանք իմի Աստվածի հայրն է։ Այս տարի Նիկիո ժողովի գումարման 1700 ամյակը Եվ արիոսականները կբարդվին, գսե հայոց վարկակությունը, կամ Սուրբ Հակոբի յանքի բախությունը, որ Սուրբ Հակոբի զորավոր աղոթներով է, որ արիոսը ձանձորեն հիվանդացավ և մահացավ։ Ահա Սուրբ Հակոբը սիրելներ մեծ հրաշքներ կատարող սկանչելագործ հայրապետ։ Անիգա վախճանեցավ 347 թվականին և թաղեցավ մծվիրի մեջ։ Այսօր իր գերեզմանը գոյություն ունի մինչև այսօր։ Սուրբի մասունքները սիրելներ ամենուրեք կգտնվի։ Փառք Աստծո մեր ժողովուրդն ալ Սուրբ Հակոբի մասունքներեն ունեցած եք սիրելներ Էջմիածնի մեջ ունենք, Լիբանան Անտիասի մեջ ունենք, Երուսաղեմի Սուրբ Հակոբյան ցանկի մեջ ունենք, Որսո մեջ ունենք և զանազան աշխարհի 4 կողմերը Սուրբ Հակոբի մասունքներ են։ Մենք միշտ Սուրբ Հակոբին դոնը կդոնենք հիսնագի բակի ժամանակ երրորդ գիրագի շաբաթ օր միշտ ամեն տարի։ Եվ սիրելիներ ճշմարտաբար այսօր շատ քիչերն են որ հիսնագը 50 օրը Հիսուսի ծնունդեն 50 օր բակի օրերով կապրի Հիսնագը վերածված է 3 բակի ժամանակներում։ Առաջին շաբաթը հիսնագի բակը կոչվի, այս շաբաթը կոչվեր Սուրբ Հակոբի բակ եւ վերջին շաբաթը Հիսուսի ուրեմն ծննդյան բակը կոչվի, բայց կանոն որոնք գրնան հիսնագը կատարել ու անպայմանորեն բայեցողության ապրի։ Սիրելի քույրեր եղբայրներ, ահա ցեզի պատմեցի Սուրբ Հակոբի յանքը։ Սուրբ Հակոբը հզոր սուրբ է,
իր բարեխոսությունը խնդրենք։ Թող Աստված օրհնի սիրներ, այսօր մեր մեջը երկու հաղորդներ կան, Աստված իրենց անկորն է, հաղորդներուն անկորն է, եւ մեր բոլոր հայրերով է, իմ եղբորս, մեծ եղբորս աղագով է, մեծ հայրիս աղագով է, եւ բոլոր վստահաբար հաղորդներ ունի, եւ մենք այսօր Սուրբ Հակոբի դաջարին մեջ կգտնվենք։ Հետևաբար Աստված մեր ցայնը ընդունելին է երկրի մեջ, եւ սիրելիներ հիմա միասնաբար Սուրբ Հակոբի նվիրված աղոթներ պիտի ընթերցենք, ուզեմ որ հավատքով ընթերցենք եւ ինչ որ խնդրանքներ ունի Սուրբ Հակոբին ներկայացնենք։ Աղոթ Սուրբ Հակոբ սկանչելակորձ հայրաբեկ։ Ով երանելի Սուրբ Հակոբ, քեղապատշաճ հայր, կենդանի Աստուծո ընտրյալ անոթ, որ երկնքի արքայության մեջ շողարցակում ես, ինչպես արեգակը։ Արդունով Սուրբ եկեղեցու հաստատության սյուն, ճշմարտության քարոզիչ, որով գամբուն է աշխարհը, լուսավոր չար, որ փայլեցիր դիեզերքում եւ լուսավորեցիր մարդկանց խավարած մտքերը, սրբերով որոնը, որ սերմանել է չար մշակը։ Սրբության աստվածարակ ամոլ, որ ցանեցիր Փարիս սերմը, Քրիստոսի վարտաբերությունը, որով բրգության աբեդիսն հասավ փյուրավոր անհավատների խլացած լսելիքներին։ Մենք դժվարացածներս, որ աղքատացած ենք բոլոր շնորհներից եւ ունայն հոգեվոր բարգեւներից, միթե կարող ենք մեր դար խոսքերով մեծարել քո խնգալվեր իշադակը, քանզի հողեղեններից լեզուն անզոր է կովերքել նրան, ում Աստված ինքն է մեծարել, շնորհելով այն բարգեւները, որոնց մասին խորերն անգամ վեր է մեր նվաստացած բնության ունակություններից։ Ով կարող է ըստ արժանվույն պատվել քեզ Սուրբը Աստծո։ Ով կարող է բարերով նկարագրել աննկարագրելին այն աստվածային շնորհները, որոնց արժանացա քո խստակյաց փառքի ճգնություններով եւ հոգեվոր սխրանքներով։ Կարող է արդյոք որևէ մեկը լսելով քո բդղապեր ու աստվածահաճո կյանքի մասին զարհուրելից ապշությամբ չփարապանել մեր բարգեւափաշ եւ ողորմաշատ Տիրոջը նրա, ով մեզ համար համբերեց խաչի չարչարանքներին, որովհետեւ մենք էլ իրենով բրգվենք այս աշխարհի ալեծու եւ հերցիչ փոթորկություններից։ Եվ արդ, քանզի մեր լեզվի նկարությամբ չկարողացանք վայելուչ խոսքերով ջարել քո մեծությունը, իբարս ամենակալարարչի, ուստի դու ինքդ հայ երկացության մեր սրտի առաջարկներին, ով երանաշնոր Սուրբ Հակոբ, որ Աստծուց ես սպառավորված եւ բնավ կարող ես մեր աղքատիկ խոսքերին։ Լսիր եւ մի անդեսիր մեր ողջիչը, որ աղաղակում է առաստված, հուսալով արտարիտ միջնորդությանը, որովհետև գիտենք, որ ինչ որ խնդրում ես, անհավաղ ստանում ես Բարձրյանից։ Ավաղ մեզ եղգերիներիս, քանզի մեր զազրելի անձերի քարշահողությունն ու մեղքերը խոչընդոտում են մեր աղոթներին, որովհետև դերը երկինքն ամբերով ծածկելով արտարացիորեն մերժում է մեր ամենայն աղդեմության բլծված շուրթերից ելնող խնդրվածները։ Բարեխոսիր մեզ համար, ով սկանչելակորձ հայրաբեկ, որ քո առջև ձեռնադրած աղերսում ենք Աստծուն։ Մակրագործիր խնկապույր եւ ընդունելի աղոթներով մեր ունայնախոս եւ ուշ ու դատասով խեղդված աղոթները զորացնու դրանք, որովհետեւ դերևս հանուն քո երկնահաջող խնդրվածների Տիրոջից ստանանք ողորմություն, որին այնքան գարոտ էր անբժիշկերի փորոտությամբ քաշացած մեր հոգիները։ Սուրբ Հակոբ Ռաշակորձ, քաղցր աչքով նայիր մեր մեղմությանը, գարեգից եղիր մեր դժվարությանը, դես մեր առաքինություններից զուրկ անձերի դկեղակույն մերությունը, դես թե ինչպես ենք երկնավետ Երուսաղեմից, աշխարհային երիկով իջնելիս խոշտանտվել սատանայից եւ արյունատաղ ու գիսամեր նետվել ճանապարհի եզերքին, եւ կտա մեզ վրա, որ կորովակուտ հոգեվոր հայր եղավ Քրիստոսի եկեղեցու մանուկներին։ Մի թողեր մեզ, Սուրբ հայրաբեկ, թեկուզև արժանի չենք Տիրոջից ողորմություն գտնելու, սակայն հուսալով քո միջնորդական բարեխոսությանը աղերսում ենք Աստծուն, հանուն քո բաղադանքների եւ առավելապես հանուն փրկչական Սուրբ Ավետարանում, որին ծառայեցիր եւ որին քարոզեցիր, թող որ մեզ վրա է ճշմարտի բարեկոտ հողի քաղցրահուչ խոսքերը, որ դերը կա եւ գամի մեր հոգու մարմնի վերքերը, օծելով մեզ
Սուրբ Հոգու բարգևներից հետո եւ ցողելով իր կապչարար արյան, տնի մոլորյան ոչխարներից իր գենարար ուսերի վրա եւ ամենափրկիչ խաչի քրաստով տանի մեզ Սուրբ Եկեղեցի, խնամելով մեզ իր արադաբարգև շնորհներով։ Թող որ նաեւ քո Սուրբ Հոգու կողմից հրաշավարապես ընտրված եւ արաքելական աստիճանը ստացած հայրաբեդի խնամքին հանցնի մեզ սրբագործելու համար նույն ու նոր գդագարանների խոսքերով եւ շնորհապուխ հրապներով, որպեսզի քո օգնությամբ մեր ապաշխարության ուղիղ արահետով քայլելու եւ ճշմարիտ աստվածաշնչության մեջ հաստատվելու համար ավելիով հատուցվի քեզ այն բսակները, որոնք պետք է շնորհվեն սրբիտ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ կալստյան, ըստ իր անհուն կտության, անսուտ խոսքի եւ հուսալիր խոստման։ Այո, կարող ես օգնել մեզ, ով դու Աստծուց մեծարված արաքելանման հայր, քանզի քո կողմից մեզ ավանդված հոգեշահ ուսուցումներն այսօր ստապեցնում են թմրածներից։ Կարող ես քո աղոթներով բազմաբարգել թագավորից մեզ վրա իջեցնել Սուրբ Հոգու գենսաբեր, նորոգող եւ քաղցրաշունչ զեփյուրը, որով մշտական հովիտ խրատական ցայն անդադար գհնչի մեր իմանալի լսելիքներում։ Առավել ևս կարող ես քո իսկ Քրիստոսանմեր կյանքի օրինակով գրտել մեզ, չնայած որ հասանելի է մեզ քո անկերազանցելի եւ զարմանասկանջ արևաշտությունը։ Հիշիր քո ճգնությունները, հիշիր որ ապրեցիր որպես բանդուղ ու օդա այս աշխարհին։ Հիշիր միայնագեցությունը եւ միայն անաբատում ու լերների կակատների բնակվելը, գամավոր աղքատության մեջ ապրելը, զոմաչան դրդություններով եւ առաստված բաղադակներով։ Հիշիր քարնան ու ամրանը բացօթյա գենցաղավարելը, քանզի քեզ երկինքներ սորս քովանի լինում եւ միայն ծմրան էիր հաստատում մի փոքրիկ քարայրում, ուր մարմինը հազիվ էր տեղավորվում։ Հիշիր, որ հանուն Տիրոջ ողորմության արժանանալու եւ նրա հանդեպ ունեցած սիրով գերագրվում էին ոչ ըստ մարդկանց սովորության մարմնականով, այլ սնվում էին Սուրբ Հոգու շնորհներով։ Հիշիր, որ մարմնիդ գարիններն ու հոգալը գամավոր ժուժգալությամբ էր, ժողովելով եւ փոքր ինչ սնվելով լերան վրա եղած ծառերի մտուղներով, որոնցով կոհանում էին, որովհետեւ հրաժարվել էին հրի մարմնական սպասավորությունից եւ խարազանասկես հանդերձանք է իրհակել մարմինը հարադև ու աներևակայելի չարչարանների հետնակելով։ Ահա այսպիսի խստամբերությամբ զանազան եւ պես տանջանքներով է իր ճնշում քո մարմինը եւ հանդերձյալն էր միշտ քո աչքի առաջ, ինչպես Աստված է երանելի Պողոսի խոսքում, թե տեսնում ենք որպես հայերի մեջ։ Սուրբ հայրապետ, համարձակում ենք երկրորդող լինել եւ հիշատակել քո կենցաղավարությունը, որպեսզի գոնե այս ամենի հիշատակության միջնորդությամբ քաչալերվենք մեր աղոթքի մեջ, որովհետև բացի սրբերի աստվածահաճո առաքինություններով ըսկանջանալուց եւ դրանցով հուսադրվելուց ոչինչ այլևս չի մնացել մեզ։ Հիշիր Աստված ընձայվող քո հառաչանից աղերսանքների անուշապույր խունգերը, որով հաճելի են լինում ամենագալ Աստծուն, քանզի քո աղոթքը միշտ եւ հանաբաց աստվածայինի մասին է։ Եվ այժմ նեցուկ լինելով մեր դգարությանը եւ ըսկանջելի Մովսես Մարգարեի օրինակով աղոթիր նաեւ դու շնորհներից կողմնվածներիս համար, քանզի դերևս քո երկրային կյանքի օրերից աստվածությանը մեծ լինելու արդյունքում քո պատկերը, ինչպես Մովսեսին ու մյուս սրբերինը, հայերով փոխում էր փառքից փառք, որպես թե Տիրոջ հոգով, ինչն անպատկերացնելի է շնորհազուրկ մարմնավորներիս համար, որովհետև դեպետ ապրում էիր հողեղեն մարմնում, բայց հրեշտակագրոն էիր հաղորդագից վերիններին եւ երկնային զորքերին։ Եվ ահա, ով դու երանաբարգև եւ ըսկանջելակրոտ Սուրբը Աստծո, հիշիր նաեւ, որ քո հրաշալի վարկի շնորհիվ բազում նշաններ էին լինում քեզանով, որովհետև ինչ որ խնդրում էիր Աստծուց, անհավատ դրվում էր քեզ։ Նաեւ մարգարեական շնորհ բարգևելուց քեզ, քանզի մինչ դեպքի կատարվելը պատմում էիր այն։ Աստծո առաքելաշնորհ այլ, դու Սուրբ Հոգուց հրաշքներ գործելու եւ բժշկություններ անելու բարգեւ ու բազում այլ անբադուն շնորհները ստացան իր շինություն Քրիստոսի մարմնին։ Եվ բոլոր
մշտապես զարայեցնիր Աստուծո եկեղեցին, խրատելով, հանդիմանելով, ուղղելով, քարոզելով եւ դարձի բերելով բազմաթիվ մեղսասեր անհավատների, հովելով Քրիստոս Փրկի անկին արյան կնված եւ քեզ անձնված հավատացյալ հողը։ Եվ արդ Աստուծո կտասրտության այսպիսի շնորհալից վարկերներով ուսադրված եւ զվարթացած այն զարմանահրաշ ողորմությամբ, որ Տիրոջ նախախնամությամբ հենց քեզ ունենք դգարներիս զորացող բարեխոս, առավել եւս ողու սրտապուկ ցնծությամբ, ուրախության արցունքներ հեղելով եւ կոհանալով մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ իր գամքով անարժաններիս է շնորհվել ոչ միայն սրտիտ աղոտական միջնորդության բարգեւը, այլ նաեւ երկնադուր եւ իահրաշ քանցը քո շնորհապաշտ մասունքները զրրացած մարմնով ու փշրված հոգով սրտի խորքից աղաղակելով թարնաղետ հարաճաններով եւ արտասվալից բաղադանքներով աղերսում են, որ հանուն Քրիստոսի հանդեպ ունեցած սիրույթ խղճացնես եւ հասնես օգնության ըստ յուրաքանչյուր աղերսողի հոգեվոր ու մարդավոր կարիքների, քանզի քեզ հայտնի են դրանք մեր ողորմած Տիրոջ դրված երկնային իմացությամբ։ Սուրբ Հակոբ, Աստուծոց սիրված հավատարիմ հողին, դես նաև մեր նվաստներիս սերն առ Աստված եւ առ նրա ընտրյալ ծառատ, որ անհասանելի սուրբ երրորդության լուսագունք քահի առաջ անդադար պարապանում ես ամենազոր Աստվածությանը, քո աղոթներում հիշիր մեզ փաստամերիներիս, աղաչիր Աստծուն, ներել մեզ մեր բոլոր անօրենությունները, մաքրել մեղքերից եւ կավեր մեր անցանքները, քո ընդունելի աղոթներով հաշտեցնում մեզ Տիրոջ է, որպեսզի հեռանա մեզանից նրա արտարացից ասումը, միջնորդ եղին այնպես, ինչպես Մովսեսն ու Ահարոնը իսրայելացիների համար։ Հաստատուն հույսով հավատում ենք, որ հանուն քեզ եւ քո միջոցով Տերն իր ողորմությունները գարակի երևույթի բարձունքներից, որովհետեւ արտարիտ նա է գարկել դժվարացածներից համար օգնական, չէ որ քեզ իշխանություն է դրված սատանայի վրա, հալածելու նրան եւ նրա բիրց թևերին, որովհետեւ նրանք տեսնելով Աստծուց քեզ շնորհված վայելչակեր փառքը եւ հսկալով քո զորավոր աղոթների ներկայությունը սարսափում են, սարսնալի թողով եւ ադամների գրճոտոցով փախչելով թևի անհատակ խորհուրդների մտին եւ հրապորփոք անտուները։ Ուստի աղերսում ենք քեզ, արավորյալ Աստծուց, քեզ դրված իշխանությամբ եւ Աստվածահաճո աղոթներով հալածիր մեզանից իմանալի Փելիարին իր երևելի ու աներևույթ զորքերով ապրեց, ինչպես որ Տիրոջ զորությամբ ազատել ես շատերին, թե մարդատյաց տերերից եւ թե երևելի թշնամիներից։ Ամեն։ Սիրելիներ, բացեք Էջ 8-ը դեր բահեզիս երբ դիգեր։ Դեր բահեզիս ուրբ խաչին արյունինա, դեր բահեզիս հանգագին արյունինա, որ մեր ճարի ճահասնի, ճահարված էլ իմ խեչոքին,
հավատակիրքերը, աղոթեցեք Սուրբ Հակոբի եւ վերջին աղոթ կմիջեցենք Տեր Հիսուս Քրիստոսի ուղված Սուրբ Հակոբի արեխոսությունը խնդրելու։ Աղոթ հոգիների եւ մարմինների բժշկության համար։ Խնդրեմ սիրելիներ, այս սերաղոթի մեջ հիշեցեք բոլոր հիվանդները, որ ծերնդարիքներում մեջ կան, Աստված իրենց բժշկություն բարգել է եւ բոլոր մոլորյալ ոչխարները, բոլորյալ զավակները, տորները, ամուսին, գին, ինչ որ մոլորած է, Տիրոջ վերադառնան, անունքան ոգի հիվանդ է, թող Տերը բժշկանից աղոթենք Ապոստոլը։ Ինչպես որ քո երկրային կյանքի օրերին, այնպես էլ հիմա նայիր քեզ մոտ խումբ եկող եւ պես ցավերով գանքրած հիվանդացածներին, ովքեր ամեն ցեզությամբ ոտք են ընկնում ու խոնարհվում մասունքներից սրբանանում, ապավինելով քո միջոցով հաշվով աստվածային ողորմություններին։ Քանզի Տիրոջ շնորհով դու բժշկում ես բոլոր նրանց, ովքեր ապավինել էին մեր Բերդիչ Աստծո անսահման բարեկտությամբ։ Քանի դիսանդամ է ապակինվել եւ քանի ախտաժետ առողջացել, քանի հուսահատ ծնողներ են վերստացել իրենց մեռածավակներին եւ քանի ցավակարներ են ազատվել իրենց մարմինները լրգող ամբուժելի հիվանդություններից։ Եվ որովհետև ամենքին անմիջապես բժշկում էին, բոլորի անունները չգիտեն, դրա համար էլ ավելորդ համարեցին հիշատակել, եւ ոչ էլ մեկը մյուսի հետևից շարադրեցին քո բոլոր հրաշքներն ու աննկարագրելի գործերը եւ խստամբերություն Աստծո ընտրյալին։ Շատից քիչը խոսելով եւ ապավինելով Տիրոջ ողորմությանը, հավատքով աղերսում են, որպեսզի բազմաբարգև թագավորից աղաչելով նրա օրհնյալ կամքով եւ քեզ դրված շնորհով ու իշխանությամբ ընդունես մեր խնդրանքներն ու ստանաս նրանց կատարումն Աստծուց, բժշկես քո բարեփոխությանը դիմաց բոլոր հիվանդներին, հոգեվոր եւ մարմնավոր ցավերը, որպեսզի նրանք ընդունելով Տիրոջից այդ ողորմությունը օրհնապանեն առած արգայի ու ամենքի արարչին։ Այն մերած բադանու նման, որին սուրբ ազուկներից վրա առնելով դրեցին եկեղեցու բեմին ու ձեռաթիր ավերստելով, արտասուքներ հոսեցնելով եւ Տիրոջ շնորհով կենդանացնիր արցունքախարն գավը դնելով նրա պարանոցին, մեզ էլ հոգու մարմնի ամբուժելի ցավերով հիվանդացածներիս ու մեռածներից քո վայրուչ աղոթներով թիր բոլորի վրա համար անաբաս խնդրող հրեշտակներով եւ սերմերով շրջապատված բարձյալ Աստծո երկնային քահի առաջ նրանց հետ միասին բաղադրելով դգարներիս համար անհրաժեշտ է։ Եվ մենք էլ երկնային Երուսաղեմում բնակվողներիդ հետ քո աղոթն ենք ընծայում Տիրոջը սրբիտ միջնորդական օգնականությամբ ասելով. Դեր Հիսուս Քրիստոս, Փարի բժիշկ եւ մեր հիվանդացած բնության ողջացնող, դու որ ամենասրբույի Գույս Մարիամից ծնվեցիր եւ մեր բնության համար ընդունեցիր խաչի չարչարանքները, Գերեզմանիչար եւ Ադամին ու նրա բոլոր սերունդերին հարության հույսը տվեցիր։ Դու որ խորտակեցիր մահն ու բժշկեցիր նրա զորությունը եւ երրորդ օրը մերելների միջից հարություն արի եւ քո հետ հարություն տվեցիր մեր բնությանը։ Դու որ մեզ մահվան մահիճ ննգածներից կանգնեցիր քավիշունից ու խոստացար տալ անվախճան կյանքը եւ քո հրաշաբար հարությունից հետո 40 օր շրջեցիր Սուրբ առաքյալների հետ, նաեւ ասացիր նրանց, թե քնան եւ ցեզ էլ դեր պատրաստել։ Դու որ նրանց պատվիրեցիր Երուսաղեմից դուրս չգան, մինչև չընդունեն Սուրբ Հոգին եւ հրամայեցիր նրանց կարոզել բոլոր հետանոսներին եւ մկրտել, որ դու եւ Սուրբ Հոգու անունով, քանզի ով հավատա կապրի եւ ով չհավատա կդատապարտվի։ Դու որ ասացիր, թե ով հավատա ինձ գործերը, որ ես եմ անում, նա եւս կգործի եւ մենք հավատացել ու հավատում ենք քեզ, քանզի դու տվեցիր իշխանություն քո անունով անելու, ոտնագող անելու չարաժանիք վիշապի գլուխը։ Դու որ գույրերին տեսողություն տվեցիր, գաղերին քայլել, մաքրեցիր բորոտներին եւ խուներին շնորհեցիր լսողություն, հարություն տվեցիր մերելներին եւ կարոզեցիր արկայության ավետարանը։ Դու որ ցայն արձակեցիր Ղազարոսի գերեզմանի մոտ եւ մահվանը հրամայեցիր մերյալներից ետ վերադարձնել 4 օրվա մեռածին ու կենդանացրիր նրան եւ ազում այն սկանջելիքներ կատարեցիր քո արադաբարգև կտասրտությամբ։ Այո դեր, այսօր լսիր քո նվաստ ծառաներիս բաղադանքները եւ բժշկիր բոլոր այն հիվանդների հոգեվոր ու մարմնավոր ախտերը, հոգու կենդանություն եւ մարմնի առողջություն բարգեւիր բոլորիս
Եվ այնինչ արեցիր Սուրբ Եղիսեի և Եղիայի, Հակոբ սկանջելագործի և մյուս բոլոր սրբերի միջոցով, այսօր շնորհիր և մեզ, ոչ թե մեր արժանինքների համար, այլ քո սուրբ անվան համար, որ փառավորվի և եկեղեցին քո բարձր արարվի, և քո սուրբ խաչը քարոզությամբ պայծառանա բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ, որպեսզի ամենքը, որ մոլորվել ու սխալվել են, իմանան, որ դու ես ճշմարիտ Աստվածը, որ դգարացնում ես և զորացնում, հարվածում ես և ինքդ բժշկում, սպանում ես և ապրեցնում, իջեցնում ես դժոխք և հանում այնտեղից։ Ապրեցու այսօր, այս բոլոր տարապյալներին, ներիր և մեղքերի թողություն տուր մեզ, բժշկիր սրտով փեփյալներից, ազատ արձակիր սատանայի կապանքներից, ավետարանի արկածներից քո բռնությունը և հոգու մարդիգեցություն տուր բոլոր իվանքներին, քանզի քեզ ենք ապավինել, Տեր Աստված մեր, լսիր քո ծառաների մաղաթանքները, բարեխոսությամբ և աղաչանքներով Սուրբ Աստվածածնի, քո ընտրելակույն ծառասուրբ Հակոբ մծկնա այրաբեկի, հրեշտակների և քո բոլոր սուրբերի, նրանց հիշատակ նորտությամբ թող լինի և նրանց աղոթքը բոլոր արարածներիս վրա, Տեր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, արդ միաստապար աղաչում ենք նաև նրանց աստվածահաճո միջնորդությունն ու խնդրում, որ Տիրոջ երկնային տաճարում աղոթեն մեզ համար և հայցեն, որպեսզի ողորմության հովանու ներքո պահպանվի մեր հայրենիքը, թագավորության իշխանությունն ու զինվորյալ բանակը, իսկ Կոինայիմն փրկության տապանի Սուրբ եկեղեցու բոլոր ծառայողների և հավատացյալների հոգիներում, ապարաժներից շուռ բխեցնելու սկանջելիքի խորհրդով Սուրբ Հոգուն կենդանարար աղբյուրից թող բխի քո արատապուխ շնորհների նորոգող ջրերը, առողջացնելու համար բոլորիս մարմնական ու հոգեկան ցավերը, ազատելու սատանայի ստրկական գերությունից և բժշկելու մեզանում արկա բոլոր ժանդարման ախտերը, որպեսզի վերջին օրերին, երբ Քրիստոս Աստծուց ողորմությունը ծագի, մենք էլ քեզնից կտարավ հարևանությունը ստացած արժանանանք քո բոլոր սուրբերի հետ, փառք մատուցելու ամենասուրբ երրորդությանը, այժմ և միշտ և ավետյանը Սավիդենից։ Ամեն։ Այժմ սիրելիներ, պիտի ուզեմ, որ ամենքս ոտքի կանգնենք, փառք Աստծուն երկենք, Տեր Գորգյան և այդմերը երկենք և այսօրվա մեր ուխտակրասությունը սրբությամբ հավաքենք։ Փառք Աստծուն, փառք Աստծուն, փառք Աստծուն, փառք Աստծուն, դու միայն ես, դու միայն ես, դու միայն ես, դու միայն
օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Սուրբ Հակոբի բարեխոսությունը բոլորիս վրա լասիրներ, ուխտերդիտ կադար, Աստված ծեր բոլորի աղոտները երկինքի մեջ լսե և միջև ծերդներ երթանոցերը աղոտներում պատասխան։ Աստված որտե մեր հայացքը, որտե բոլոր համայն քրիստոնյա ասկերը և անոնք որոնք դակավին անհավատ են, իրոջ տանան, ընդունի սուրբ երողությունը և հավդենական կյանքի արժանելան։ Օրհնյալ եղեք, արի օրհնյալ օր ձեր բոլորին և ձեր ուխտը կատարեք։